Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Գյումրիում կայանալիք ընտրություններով կձևավորվի նոր ավականի, ներկայիս ավականին ձևավորվել էր 2012-ին, այդ ընթացքում ավականում մի շարք որոշումներ դարձան աղմկահարույց, դրանցից վերջինը Սերժ Սարգսյանի եղբորը Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցն էր։ Բացառությամբ ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Պարսեղյանի ավականու նիստին մասնակցող մյուս անդամները կողմ քվեարկեցին որոշման այդ նախագծին։ Լևոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար Գալա կուսակցությունը նախաձեռնեց ստորագրահավաք, այնտեղ քննարկվելու է Գյումրիի նոր կազմվելիք ավականու նիստում։ Գյումրիի պատվավոր քաղաքացի է նաև Սերժ Սարգսյանը։ Ես մտածում եմ որոշման նախագիծ առաջ քաշել ավականուն Ալեքսանդր Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալու համար, որովհետև չի կարելի, որ երկու եղբայրը ունենան այդ կոչումը, իսկ երրորդ եղբայրը չունենա։ Դա նույնիսկ կարող է ապակայունացնել երկրում իրավիճակը։ Գյումրիի ավականու մյուս վիճելի որոշումը Շիրակ ջրմուղկոյուղի փակ բաժնետիրական ընկերությունում համայնքի 17.49% մասնաբաժնով համայնքային սեփականություն հանդիսացող բաժնեմասերը կառավարությանը նվիրելու որոշման նախագիծն էր։ Ընդհանուր առմամբ ջրմուղկոյուղու գինը 2 միլիարդից ավել է, իսկ դրա 17%-ը Գյումրի համայնքինն էր։ Ձեր ունեցվածքը հենց այնպես, օդի մեջի երաշխիք չկա, ոչ մի երաշխիք չի կարող լինել, 4 անգամ հնչեց այդ խոսքը։ Պատրաստ եք նվիրել ինչ-որ մեկին, թեկուզ Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ավականու վիճառույց որոշումներից մեկը Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող 352 քառակուսի մետր տարածքը 2013-ին անհատույց ոստիկանությանը տրամադրելու հարցն էր։ Հիմնավորումն այն էր, որ անհրաժեշտություն կա ոստիկանության Գյումրի ստորաբաժանումներին ապահովել աշխատանքային պատշաճ պայմաններով։ Այս խնդրանքով Գյումրիի ավականուն էր դիմել փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը։ Ավականու 16 անդամ կողմ քվեարկեց որոշման այս նախագծին, 3-ը ձեռնպահ, միակ դեմ քվեարկածը Լևոն Պարսեղյանն էր։ Ինձ համար իսկապես դժվար է անօթևան մարդկանց բացատրել, որ ոստիկանությանը ուրիշ հիմնարկների քաղաքի հնարավորություններից մեր ունեցվածքից մենք անվճար պիտի տարածքներ տրամադրենք, երբ որ իրենք ունեն 27 միլիարդ դրամանոց բյուջե։ Ես գտնում եմ, որ մենք պետք է անհատույց տրամադրենք որպես քաղաքապետ, որովհետեւ այդտեղ ծառայություն կարողանան իրականացնել, որովհետեւ հիմա գիտեք, որ նաև հրեշտակների խումբ կա քաղաքում, որը նույնպես 58 թաղամասում պետք է իր ծառայությունը անցկացնի։ Գյումրիում ռուսական ռազմապազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած բողոքի զանգվածային ակցիաներից ու ոստիկանության հետ ընթարումից հետո Գյումրիի ավականին հատուկ ուղերձով դիմեց գյումրեցիներին եւ այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Ավականին հույս էր հայտնել, որ գլխավոր դատախազությունը կանի հնարավորը գործի նախաքննությունը հայ իրավապահներին հանձնելու համար։ Ավականու հայտարարությամբ Գյումրիի քաղաքապետարանում սահմանվեց շուրջօրյա հերթապահություն, գործեց թեժ գիծ։ Լևոն Պարսեղյանն առաջարկում էր նման մի ուղերձով էլ դիմել Սերժ Սարգսյանին ու պահանջել անվտանգության երաշխիքներ։ Խոսքը իսկական գործող աշխատանքային երաշխիքների մասին է։ Հիմա նորից դիմել նախագահին ես գտնում եմ, որ ես օրինակ հարմար չեմ գտնում։ Իսկ երկրորդ կետի հետ կապված երաշխիք տրվում է իհարկե նախագահի կողմից սահմանադրությամբ, բայց ամենայն դեպս բոլոր գերատեսչություններին արդեն զուշացված է։ Գյումրիի ավականու այս տարիների դրական որոշումներից էր օրինակ ավտոկայանատեղիները Գյումրիում անվճար դարձնելը։ Այս որոշման հիմքում դրվել էր վարորդների դիմում բողոքները, գյումրեցիների սոցիալական վիճակը եւ նաեւ այն, որ վճարովի ավտոկայանատեղիներից տեղական բյուջե մուտքագրվել է չնչին գումար։ Գյումրիի ավականին նաև լիազորեց քաղաքապետ Սամվել Պալասանյանին 23.5 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր կնքել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ Գյումրու քաղաքային ճանապարհները վերականգնելու եւ փողոցային լուսավորություն ապահովելու համար։ Բացի այդ, ավականին դրամական նվիրատվությունները տրամադրել անապահովներին ու Գյումրիի Մուշ թաղամասի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչել ապրիլյան պատերազմի գյումրեցի 7 հերոսների անուններով։